Ողջույն սիրելի YouTube-յան դիտորդներ, ես Արթուրն եմ, վեդայական աստղաբան։ Հունիսի 29-ից արդեն սկսել է Մերկուրի ռետրոգրադ ընթացքը եւ Instagram-ը ինչպես միշտ ողողվել է սիրելիների վերադարձի, ինչ-որ տեխնիկական խնդիրների, տարբեր խնդիրների մասին գրառումներով եւ իմ այսօրվա հաղորդումը վերաբերվում է հենց Մերկուրի ռետրոգրադ, այսինքն հետընթաց շարժին, ինչպես նաեւ կհասկանանք, թե այս ամսվա ընթացքում ինչպես է ազդելու Մերկուրի հետընթացը հորոսկոպի տարբեր նշանների վրա։ Կանխատեսումը ինչպես միշտ կատարվելու է համաձայն ձեր ասցենդենտի, լուսնի կամ արևի նշանների, ուստի լավագույն արդյունքի համար պետք է լսեք 2-ից 3 հորոսկոպի նշանի կանխատեսում։ Ձեր վեդայական քարտեզները կարող եք կազմել մեկնաբանությունների բաժնում դրված լինքով, այնտեղ ամենապարզ ու հասարակ ձևով ներկայացվում է ինֆորմացիան ոչ աստղաբան մարդկանց համար եւ լսեք ձեր կանխատեսումը։ Իսկ եթե չգիտեք ձեր ծննդյան ժամը, այսինքն չգիտեք ձեր ասցենդենտը, պարզապես լսեք ձեր լուսնի եւ արևի դիրքերի կանխատեսումները։ Մինչև կանխատեսումներին անցնելը եկեք հասկանանք, թե ինչ է առհասարակ հետընթաց շարժը։ Քանի որ մոլորակները մեկը մյուսի հանդեպ պտտվում են, շարժվում են ոչ համաչափ կերպով, երբեմն երկնքի երկնակամարից որ նայում ենք, ստեղծվում է պատկեր, որ մոլորակը կարող է պահի տակ շարժվել, կանգ առնել եւ սկսել շարժվել հակառակ ուղղությամբ։ Իհարկե դա պարզապես տեսողական խաբկանք է, ոչ մի մոլորակ չի սկսում շարժվել իրեն հակառակ ուղղությամբ, որովհետեւ եթե այդպես լիներ, բոլորիս վերջը կգար, այնտեղ կսկսեին աստրոլոգիական, աստղաբանական որոշակի աղետներ եւ իհարկե երկրի համար շատ վատ կլիներ։ Այս ամենը պարզապես տեսողական խաբկանք է եւ աստղաբանության մեջ ընդունված է համարել, որ երբ որ սկսվում է այդ տեսողական խաբկանքի этаպը, այսինքն երբ որ նայում ենք երկրից երկնքին եւ տեսնում ենք, որ Մերկուրին իր սովորական ուղղության փոխարեն շարժվում է հակառակ ուղղությամբ, ապա այն թեմաները, որոնք վերաբերվում են Մերկուրիին, մեր կյանքում կարող են մի փոքր դանդաղել, դառնալ խնդրահարույց, կարող են ներքին պրոցեսներ ի հայտ գալ։ Վեդայական աստղաբանությունում Մերկուրի մոլորակը մեր կապերն են, մեր ծանոթություններն են, մեր բարեկամներն են, ընկերները, ինչպես նաև մեր աշխատանքը, կարիերան, ինֆորմացիան, մեր մտածելու ունակությունները, մեր խոսքը, սոցիումում մեր դիրքը, սոցիալական կապերը, մարդկանց հետ հաղորդակցությունը, ինչպես նաև տարբեր տեսակի գիտելիքներ ու ինֆորմացիան, որին մենք տիրապետում ենք։ Դրան զուգահեռ նաև Մերկուրին խորհրդանշում է տեխնոլոգիաները, գիտելիքը, գրքերը, գիրը եւ այն ամենը, ինչը կապված է ուսման ոլորտների, զարգացման, ինքնաճանաչման ոլորտների հետ։ Երբ որ սկսվում է Մերկուրի մոլորակի հետընթացը, այն յուրաքանչյուր թեմա, որը կապված է այս ոլորտների հետ, կարող է դառնալ ինչ-որ չափով խնդրահարույց եւ նաեւ կարող են զարգանալ որոշակի ներքին պրոցեսներ։ Առհասարակ ռետրոգրադ ընթացքը մոլորակի առաջին հերթին ներքին պրոցեսների, ներքին խնդիրները լուծելու, ինքդ քեզ ավելի լավ հասկանալու շրջանի մասին է։ Մերկուրին այն ամենաարագ ու շատ հաճախ տատանվող մոլորակներից է, ուստի տարվա մեջ 3 անգամ Մերկուրիի ռետրոգրադ է լինում, ու գիտեք ինչն է ինձ հետաքրքիր, որ ամեն անգամ այս ռետրոգրադները, որ սկսում են, սոցիալական հարթակում մի հատ սենց սկսում է կոնկրետ բան գնալ, ինֆորմացիա պտտվել, այ Մերկուրին ռետրոգրադ է, հեսա նախկինները կգան, հեսա կյանքում խնդիրներ կլինի, այ մեզանից գնեք այս ինչ ծառայությունը, որպեսզի կարողանաք ապահովել ձեր անվտանգությունը։ Իրականում Մերկուրին այդքան վտանգավոր մոլորակ չի, իր ռետրոգրադը միշտ ավելի շատ կապված է լինում մեր կյանքի կենցաղային թեմաներին, աշխատանքային թեմաներին, ինքնաճանաչման թեմաներին, բայց ոչ այն մեծ թեմաներին, որը կարող է մեր կյանքում բերի դժբախտություն, մեր կյանքում բերի խնդիրներ եւ այդ ամենը իհարկե պարզապես տեղի է ունենում մարդկանց մեջ տագնապ մտցնելու, այդ վախերի ու տագնապի ֆոնի վրա ինչ որ ծառայություններ վաճառելու եւ փող աշխատելու համար։ Ուստի թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլացնեն տագնապի մեջ պահելով, ձեզ վախեցնելով, փորձեն ինչ որ
ծառայություններ վաճառել։ Այս ռետրոգրադը տարվա մեջ 3 անգամ լինում է եւ եթե մենք եկել հասել ենք այս տարիքին, ամեն տարի ունենալով 3 անգամ ռետրոգրադ ու չենք մահացել, հավատացեք, ոչ մեկ էլ չի մահանա, պարզապես այն ժամանակ այդքան ինֆորմացված չենք, այն ժամանակ այսքան բանի մասին չգիտենք, հիմա լսել ենք, որ տարվա մեջ Մերկուրին 3 անգամ որոշում է մեզ խափի ու հակառակ շարժվի, բայց իրականում ոչ մի հակառակ էլ չի շարժվում, մոլորակը իր սովորական ուղղությամբ գնում է։ Եկեք հասկանանք, թե այս ամբողջ հուլիս ամսվա ընթացքում, որովհետև ռետրոգրադը ավարտվելու է հուլիսի 24-ին, ամսվա վերջերին, այսինքն ամբողջ ամսվա ընթացքում մենք ռետրոգրադի մեջ ենք լինելու, հասկանանք, թե այս ամենը ոնց է ազդելու հորոսկոպի տարբեր նշանների վրա։ Եվ առաջինը բնականաբար մեր սիրելի խոյերն են, խոյերի համար ռետրոգրադը տեղի է ունենալու 3-րդ տան մեջ։ Երրորդ տունը դա մեր հասարակական կապերն են, մեր էներգիան է, մեր քույրերն ու եղբայրներն են։ Այս ընթացքում հնարավոր են լինեն տարաձայնություններ քույրերի, եղբայրների, ընկերների, հարևանների հետ, ինչպես նաև խոյերի համար շատ կարևոր կլինի այս շրջանում վերահսկել իրանց էներգիան։ Вообще խոյերը գիտենք, հա, շատ էներգիայով լի են, ուզում են ամեն ինչ անեն, ունեն համբերելու, սпасելու խնդիր ու շատ կարևոր է, հա, որ այս շրջանում խոյերը զարգացնեն իրենց մեջ այդ սпасելու, համբերելու ունակությունները։ Կարող է պահի տակ լինեն ինչ-որ ազդեցություններ, ինչ-որ տրիգերներ, որ ձեզ դրդեն կոնկրետ քայլեր անելու, բայց հավատացեք, այդ ամենը պարզապես ձեզ ավելի ձեր ճանապարհից շեղելու համար կլինի։ Հետևեք այն խոսքերին, որը դուք կասեք ձեր ընկերներին, ձեր ընտանիքի անդամներին, որովհետև շատ հավանական է, հա, որ այս շրջանում դուք անիմաստ արտահայտություն անեք, որի պատճառով օրինակ վատանան հարաբերությունները ձեր սիրելի մարդկանց հետ, հետևաբար դա իհարկե ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ինչպես նաև Մերկուրին իր հայացքը գցելու է ձեր 9-րդ տան վրա, իսկ 9-րդ տունը դա հոգևորության տունն է, դա գիտելիքների տունն է, խոյերի համար շատ կարևոր կլինի, որ մի հատ իրանք գնան իրանց ներսը հասկանան, հա, իրանց կյանքի ընթացքում ինչն է, որ իրանք սխալ են արել, թերի են արել կամ չեն հասկացել։ Եթե երկար ժամանակ ուզում եք սովորել ինչ-որ մի բան, հետ եք մնում, սա շատ լավ շրջան է հենց այդ սովորելու process-ները սկսելուն։ Մերկուրին սովորելու մասին է ու քանի որ ռետրոգրադ ընթացքում է, սա միգուցե այն մասնագիտությունների մասին է խոսքը, այն հոբիների մասին է խոսքը, որը դուք երկար ժամանակ ուզեցել եք տիրապետել, իմանալ, բայց ինչ-ինչ պատճառներով չեք արել։ Ինչպես նաև 9-րդ տունը մեր հոր տունն է, ուստի հայրիկի հետ հարաբերությունները ձեր այս շրջանում աշխատեք հնարավորինս լավ պահեք։ Հնարավոր են, հա, լինեն որոշակի անհասկացողություններ, տարաձայնություններ, շատ կարևոր է, որ խնդիրները լուծեք հնարավորինս adekvat տրամաբանական ձևով։ Խոյերին գիտենք, սիրում են սենց էմոցիաների տակ գորգռալ, վիրավորել, կտրել թափել բոլոր կապերը, բայց այդ ամենը հավատացեք ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ինչքան ձեզ վերահսկեք, այդքան լավ կլինի հենց ձեր համար։ Ինչպես նաև երրորդ տունը դա մեքենա վարելու կարողությունների հետ է կապված, ոչ մի պարագայում այս ամսվա ընթացքում առավել ևս խոյեր ջան, չգերազանցեք արագությունը, չխախտեք ճանապարհատրանսպորտային կանոնները, այլապես վթարների վտանգ նույնպես կա, հետևեք բոլոր կանոններին, որպեսզի ոչ տուգանվեք, ոչ բալերից զրկվեք, ոչ էլ ավելի վատ դեպքում ինչ-որ վթարի մեջ չընկնեք, պահպանեք անվտանգության բոլոր կանոնները։ Ցուլերի համար մեր Մերկուրի ռետրոգրադը երկրորդ տան մեջ է տեղի ունենալու։ Երկրորդ տունը մեր խոսքն է, մեր սնունդն ու ուտելիքներն են։ Ցուլեր ջան, ձեզ նույնպես շատ կարևոր է հետևել ձեր խոսքին, հետևեք այն ամենին, ինչ որ դուք ասում եք, ինչ որ դուք անում եք, աշխատավայրում փորձեք չմտնեք ինչ որ կոնֆլիկտների մեջ, ինչ որ անիմաստ տարաձայնությունների մեջ, առհասարակ մի փորձեք մարդկանց ձեր ճիշտը ապացուցել, մարդիկ կամ հավատում են, կամ չեն հավատում, իմաստ չկա։
այլ տարբերակներ ու մոտեցումներ անել։ Ինչպես նաև ֆինանսների հետ կապված հարցերում եղեք մաքսիմում ուշադիր։ Փողը սիրում է հաշվել, փողը սիրում է լինել ուշադիր, լինել պատասխանատու, ծախսերը գրի առնեք, որպեսզի հանկարծ գումարային կորուստներ, անիմաստ ծախսեր, ավելորդ ծախսեր այս շրջանում չունենաք։ Փաստաթղթերին եղեք շատ ուշադիր։ Մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, ոչ մի պայմանագիր առանց կետերը կարդալու, մի մտեք ոչ մի իրավական հարաբերությունների մեջ, եթե դուք չունեք բավականաչափ մասնագիտական գիտելիք, իսկ դրա բացակայության դեպքում անպայման օգտվեք մասնագետի ծառայություններից։ Ռետրոգրադը իր հայացքը գցելու է ձեր 8-րդ տան վրա, ուստի ցուլերին շատ կարևոր է այս շրջանում ուշադրություն դարձնել սեփական առողջությանը։ Եթե ձեր մոտ առկա են որևիցե առողջական խնդիրներ, հետազոտվելը շատ կարևոր է, բայց քանի որ Մերկուրին գտնվում է ռետրոգրադ ընթացքում, Աստված մի արածցե, եթե խնդիրներ լինեն, այս շրջանում մի սահմանափակվեք մեկ հետազոտմամբ, տարբեր հիվանդանոցներում ուսումնասիրեք նույն անալիզը տարբեր տեղեր տվեք, որովհետև այս շրջանում հավանական է, որ հետազոտության պատասխանները կամ անալիզի պատասխանները սխալ լինեն կամ ինչ-որ տեխնիկական խնդիրներ հայտնվեն այդ ընթացքում, վիրահատական միջամտություններին ամեն դեպքում այս շրջանում, եթե Աստված մի արածցե, կյանքին վտանգ սպառնացող շրջան չի, ինչ-որ խնդիր չի, խորհուրդ չեմ տա դիմել վիրահատական միջոցառումների, հատկապես պլաստիկ վիրահատությունների, եթե հնարավորություն կա, ավելի լավ կլինի հետաձգել։ Իհարկե, եթե Աստված մի արածցե, դա կապված է շատ լուրջ առողջական հարցերի, կյանքի հետ կապված խնդիրների, բնականաբար չասեք Արտուրը ասել է մի արեք, անպայման գնացեք մտեք այդ հարցերի մեջ, լուծեք այդ խնդիրները, բայց եթե դա ինչ-որ կոսմետիկ վերանորոգում պահանջող վիրահատություն է, ապա լավ կլինի հետաձգեք այս շրջանում եւ ցանկացած հարց, որը կապված է թղթաբանության, ֆինանսների հետ, անպայման վերաստուգեք, որովհետեւ այս շրջանում խնդիրները շատ տարածված կլինեն հենց տեղեկատվության ու թղթերի հետ կապված հարցերում։ Դե երկվորյակների համար մի փոքր ավելի խառը կլինի, որովհետև Մերկուրի հետադարձը հենց իրենց նշանում է տեղի ունենում։ Մերկուրին այս անգամ իր տան մեջ է, որովհետև երկվորյակ համաստեղության հովանավորը հենց Մերկուրի մոլորակն է, դրա համար երկվորյակները սիրում են, ամեն ինչ անդադ շատ խոսալ, տարբեր կապեր ունենալ, ամեն ինչի մասին մի քիչ իմանալ։ Ու դա այդ ամենը Մերկուրիի դրսևորումն է, Մերկուրին էլ է սիրում շատ խոսալ, շատ կապեր ունենալ, ամեն ոլորտի մասին մի աննշան գիտելիք գոնե ունենալ, բայց քանի որ այս անգամ Մերկուրիի ռետրոգրադը հենց երկվորյակների համաստեղությունում է լինելու, ուստի իմացեք, որ ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա կարող է ազդեցություն ունենա։ Իհարկե, այստեղ չենք մտնում տագնապների մեջ, որովհետև ինչպես սկզբում ասեցի, մենք տարվա մեջ ունենում ենք 3 ռետրոգրադ, ուստի այդտեղ մահանալու վտանգներ չկան, բայց ուշադիր եղեք այն ամենին, ինչ որ դուք ասում եք, ձեր պարտականությունները ամբողջությամբ կատարեք, մի խուսափեք պատասխանատվությունից, խոստումներ մի տվեք, երդումներ մի տվեք, այս շրջանում նոր պարտավորություններ ձեր վրա մի վերցրեք, որովհետև խնդիրները այդ պարտավորությունները կատարելու կամ խոստումները կատարելու շատ մեծ կլինեն ու հնարավոր է, որ դուք մի բան խոստանաք ու չկարողանաք կատարել, իսկ եթե դուք խոստանաք ու չկատարեք, հավատացեք, կկուտակեք համապատասխան կարմա, իսկ կարման կուտակելիս ոչ մեկ վերևում չի ասելու, որ Մերկուրին ռետրոգրադ էր, դուք եք այդ խոստումը տվել եւ դրժել ձեր խոստումը ու անկախ նրանից Մերկուրին ձեր վրա ազդում էր, թե ոչ, դուք եք պատասխանատու լինելու ձեր արարքների համար։ Հարաբերություններում, եթե գտնվում եք ձեր կողակցի հետ, ոչ մի կոնֆլիկտների մեջ այս շրջանում մի մտեք, եթե կլինեն տարաձայնություններ, փորձեք այդ ամենը շտկել ավելի շատ իրար հասկանալու, խոսելու, ավելի sense մեղմ մեթոդներով, քան թե sense միանգամից կոնֆլիկտի մեջ մտնելու, վիճելու, հարաբերությունները ավարտելու միջոցով, որովհետև շատ անիմաստ ձևով կարող է զրկվեք շատ լավ հարաբերություններից, ինչպես նաև Մերկուրին նայում է 7-րդ տանը, դե 7-րդ տունը հարաբերությունների ու սիրային կյանքն է, շատ հավանական է, որ երկվորյակների մոտ հավանական է, որ լինեն անցյալից վերադարձներ, անցյալի մարդիկ վերադառնան, ավարտված հարաբերությունների մարդիկ վերադառնան, ձեր նախկինները վերադառնան, բայց այդ ամենը իմացեք պարզապես կարմիկ փորձառություն է, որպեսզի դուք հասկանաք արդյոք այդ մարդու հետ ձեր դասերը հասկացել եք, թե ոչ,
Համենայն դեպս ես խորհուրդ չեմ տա ավարտված հարաբերությունները նորից վերսկսելու, որովհետև այս անգամ ռետրոգրադի ավարտից հետո հավանական է, որ այդ հարաբերությունները ձեր համար ավելի ցավոտ ձևով ավարտվեն։ Նույնպես դուք ուշադիր եղեք ձեր առողջությանը, ձեր ֆիզիկական մարմնին, այն սննդին, որ օգտագործում եք, ուշադրություն դարձրեք ուտելիքների ժամկետներին, հանկարծ փչացած սնունդ չօգտագործեք, որովհետև դա նույնպես կունենա իր հետևանքները։ Եթե գտնվում եք արդեն հարաբերություններում, ցանկացած խնդիրներ լուծեք բացառապես հասուն մարդու պես, առանց ավելորդ էմոցիաների։ Աշխատավայրում գոլեգաների կամ ձեր բիզնեսում բիզնես գործընկերների հետ հնարավորինս բարի դրացիական հարաբերություններ պահեք, այս շրջանում նոր բիզնես գործընկերություններ սկսել, նոր համագործակցություններ սկսել ամեն դեպքում խորհուրդ չէի տա, որովհետև շատ հավանական է, որ ոչ լուրջ մարդիկ հայտնվեն ձեր ճանապարհին կամ էլ դուք լինեք այն ոչ լուրջ մարդը ինչ որ մեկի ճանապարհին։ Ամեն դեպքում այս շրջանում նոր ծանոթություններ սկսելը նույնպես ռիսկային է։ Խեցգետինների մոտ ռետրոգրադը տեղի է ունենալու 12-րդ տան մեջ։ Խեցգետինները են մարդիկ, ովքեր ունեն նպատակներ այս ամիս երկրից դուրս գնալու, դա կլինի արձակուրդ, դա կլինի աշխատանքային ինչ-որ ուղևորություն, հնարավոր է լինեն խնդիրներ կապված տոմսերի, տեղափոխման պրոցեսների հետ, ճանապարհին կարող է ինչ-որ տեխնիկական հարցեր դուրս գան, հա, շատ հավանական է, որ այս շրջանում դառնաք շատ մոռասկոտ, ուստի գրի արեք կամ ինչ-որ ձևով ֆիքսեք ցանկացած խոստում, պարտավորություն, որ ունեք անելու, իհարկե խոստումներից խուսափեք, բայց ձեր task-երը, ձեր առաջադրանքները գոնե անպայման ֆիքսեք, որպեսզի չմոռանաք։ Այստեղ նաև հայացքը 6-րդ տանն է ուղղված, թե 12-րդ, թե 6-րդ տները, կյանքի ոլորտները կապված են առողջության, հիվանդանոցային, ինչ-որ կլինիկական պահերի հետ, շատ ուշադիր եղեք ձեր առողջությանը, խեցգետինների մոտ հնարավոր են, հա, ճնշման տատանումներ այս շրջանում, ինչ-որ առողջական խնդիրներ, ուստի ոչ մի բան ականջի հետև մի գցեք, եթե միանշան սիմպտոմներ անգամ ունենաք, անպայման գնացեք հետազոտվեք, բայց անպայման լրացուցիչ հետազոտություններ արեք, որովհետև բժշկական, այդ կլինիկական ոլորտները հենց Մերկուրիի ռետրոգրադի ազդեցության տակ են ձեր կյանքում ու շատ հավանական է, հա, որ պատասխանները կամ անալիզները ինչ-որ սխալ ձևով կան, երկարեն կամ ինչ-որ այլ խնդիրներ լինեն, բժշկի նշանակած բուժումներն էլ ամեն դեպքում այլ մասնագետի մոտ վերանայեք, որովհետև հավանական է, որ ձեզ սխալ բուժում նշանակեն, մի խոսքով չեմ ուզում վախացնել, բայց ոչ մեկին կուրորեն այս շրջանում չվստահեք ավելի լավ կլինի, հա։ Հիմա կասեն Արտուր ջան, բոլորին վատ բաներ ես ասում, բայց ռետրոգրադ ընթացքները հիմնականում հենց խնդիրների մասին են, կներեք, այսօր չեմ եկել ձեզ լավ բաներ ասելու։ Հուլիս ամսվա ընթացքում մենք ունենք 3 մոլորակի ռետրոգրադ, Նեպտունի ու Սատուրնի ռետրոգրադներին այլ հաղորդում կունենանք նվիրված։ Արիուսների մոտ ռետրոգրադի ազդեցությունը իրենց շրջապատի ընկերական հարաբերությունների, գործնական հարաբերությունների վրա է ազդելու։ Ընկերության մեջ հնարավոր են տարաձայնություններ, կոնֆլիկտներ, շրջապատում, հա, եթե լինեն ինչ-որ անհասկացողություններ ընկերների հետ, մի տրվեք այդ սադրանքներին, սենց ասած, մի տրվեք այդ էմոցիաներին ու փորձեք այդ ամենից ավելի վեր գտնվել։ Մեր արիուսները սիրում են, հա, սենց մեծամտություն, որ իրենց բոլորը պետքա սենց ասած մեծարեն, սիրեն, գովաբանեն, բացի այդ արիուսները այս շրջանում գտնվելու էին նաև Կետու, Ռախու, դիվային հանգույցների ֆուլ ազդեցության տակ, ուստի արիուսների ուղեղը բառից բուն իմաստով այս շրջանում կարա մթագնի, որոշումները կայացրեք երկար անալիզ անելուց հետո արիուսներ ջան, որովհետև դուք կարող է իրոք ընկնեք այդ դիվային հանգույցների ազդեցության տակ եւ դրան գումարվի նաև Մերկուրին ու Մերկուրի ռետրոգրադը ու այդ պատճառով օրինակ խզեք հարաբերություններ լավ մարդկանց հետ կամ մտնեք
հարաբերությունների մեջ ինչ-որ վտանգավոր, fake, խաբբ, հեբա մարդկանց հետ է շրջանում ոչ մեկին մի վստահեք, փողային հարցերում նույնպես, որովհետև հնարավոր է առնչվեք զեղծարարների հետ, ֆինանսական չոր մախինացիաների զոհ դառնաք, ոչ մի պարագայում չմտնեք, ոչ մի տեսակ ֆինանսական բուրգերի մեջ, ձեզ կարող է խոստումներ տան, որ գիտեք 1000 դրամ ներդրում արա 2 օրից 10,000 դրամ կշահես, այսօր եթե $100 տաս $1000 3 օրից կստանաս, նման առաջարկները 100%-ով խաբեություն են, փող կկորցնեք, մի մտեք, որովհետև ձրի պանիրը միշտ թակարդի վրա է լինելու։ Այն առյուծները, ովքեր ունեն երեխաներ, հնարավոր է այս շրջանում ունենաք ինչ-որ կոնֆլիկտներ ձեր երեխաների հետ, փորձեք հնարավորինս ավելի հասկացող դերում լինել, ավելի հասուն դերում լինել, հիշել, թե դուք ինչպես եք այդ շրջանում երեխա տարեքում մենք միշտ ասում ենք, հա վայ փոքր ժամանակ մենք ավելի լավ էինք, այս ինչա հիմիկվա սերունդը, բայց դե մոռանում ենք, թե փոքր ժամանակ մենք ինչ սխալներ ենք արել։ Երեխաներին եղեք ուշադիր, ձեր ուշադրության տարածքից բաց չթողեք ձեր երեխաներին, ուշադիր հետևեք ձեր երեխաների ուսմանը, կրթական պրոցեսներին, եթե այսքան ժամանակ դուք երբեք վեդայական ուսմունքները չեք ուսումնասիրել, ինչ-որ մանտրաներ չեք ասել, սա լավ շրջան է, որ սկսեք նաև ուսումնասիրել կյանքի հոգևոր կրոնական կողմը, նույնպես որպեսզի հասկանաք ձեր ու Աստծո հարաբերությունները ինչպիսին են, ձեր ու ձեր հոգու հարաբերությունները ինչպիսին են։ 5-րդ տունը նույնպես վտանգված է, դա բացի երեխաներ, բացի վեդայական գիտելիքները, 5-րդ տունը կազինոյի, բիրժաների տունն է եւ ռետրոգրադի հայացքը այստեղ է եւ ինչպես ասացի 11-րդ տունը ֆինանսների ու ծանոթությունների տուներ, հնարավոր էին վտանգներ, 5-րդ տունը նույնպես կազինոյի ու բիրժաների տներն է, այստեղ նույնպես հնարավոր են վտանգներ, իհարկե կարող եք մթներով եթե անցնի օրինակ չգիտեմ մի 2000 դրամի ստավկա անել, կարող եք անել, մարդես կարող է ռետրոգրադը, եթե ձեր անձնական ծննդյան քարտեզում, նատալ քարտեզում ռետրոգրադ վիճակում է գտնվել Մերկուրին, հնարավոր է այս շրջանում ձեզ հաջողություն բերի ֆինանսական առումով, բայց հանկարծ սահմանը չանցնեք, եթե փորձնական արեցիք ու չշահեցիք, ընդհանրապես չմտնեք այդ դրա մեջ, որովհետև շատ մեծ կորուստներ կարաք ունենաք, շահելու դեպքում էլ առաջին իսկ շահումից գումարը հանում եք, չեք խորանում, որովհետև եթե շահած գումարը նորից դնեք, կկորցնեք։ Կույսերի մոտ վիճակը նույնպես հետաքրքիր է, որովհետև Մերկուրին նաև կույսերի հովանավոր մոլորակն է եւ կույսի համաստեղությամբ մարդիկ կամ այն մարդիկ, ովքեր կույսի համաստեղությունում ունեն լուսին, արև կամ այլ կարևոր դիրքեր, Մերկուրի ռետրոգրադը ամբողջությամբ նույնպես զգում են ամեն անգամ, հա, ոչ միայն այս անգամ, այլ առհասարակ, որովհետև կույսերի հովանավոր մոլորակը Մերկուրին է։ Կույսերի համար Մերկուրին գտնվելու է 10-րդ տան մեջ, 10-րդ տունը կարիերան է, աշխատանքն է, աշխատավայրում հնարավոր են տեխնիկական խնդիրներ, ուշացած խոստումներ, ուշացած առաջադրանքների կատարում, հնարավոր է մի հատ գործ ամբողջ օրը անեք, օրվա վերջում խնդիր լինի եւ ձեր աշխատանքը կորի կամ բարձվի, որ սխալ եք արել, շատ կարևոր է, հա, որ շատ չնեղվեք այդ ամեն ինչից, չհուսահատվեք, տեխնիկական խնդիրները կապված համակարգիչների, թվերի, հաշվարկների հետ նույնպես շատ տարածված են։ Աշխատավայրում ինչ խոսակ է շրջանում գոլեգաների հետ, այդ ամենը կարող նաև օգտագործվի ձեր դեմ, ուստի ուշադիր եղեք ձեր խոսքերին, ձեր ասելիքներին, մի քննադատեք ղեկավարությանը։ Եթե ստանում եք որևիցե բանավոր կարգադրություն, առաջադրանք, խնդրեք, որ դրա մասին ձեզ ծանոթացնեն նաև նամակով կամ մեյլով, որովհետև գրավոր փաստեր ունենալը շատ կարևոր է, դուք նույնպես ցանկացած պայմանավորվածություն հաճախորդի, գործընկերոջ հետ արեք գրավոր կերպով, որպեսզի հետագայում, եթե ձեզ ասեն, որ մենք սենց բան ենք պայմանավորվել, դուք չեք արել, դուք ցույց տաք այդ մարդկանց ապացույց, ասեք, վայ, նամակում այսինչ կետը սենց է գրված, նամակում այսինչ բանը գրված չի եղել։ Դուք կարողանաք հա ձեզ ապահովեք, ինչպես նաև Մերկուրի հայացքը լինելու է ձեր 4-րդ տան մեջ, 4-րդ տունը այն տունն է, որտեղ դուք ապրում եք, ձեր տանը, հա, կարող են լինել տեխնիկայի խափանումներ, հեռուստացույցը փչանա,
ջրի խողովակները փչանան, կոնդիցիոները չաշխատի, այս շրջանում եթե տենց բաներ սկսեն, իմացեք, որ Մերկուրիի ազդեցությունն է, լավ կլինի ուղղակի կարգավորեք առանց ինչ-որ խորանալու դրա մեջ, ինչպես նաև մամայի հետ հարաբերություններում հետևեք ձեր խոսքերին, կարող է վիրավորեք մամային անտեղի տեղը կամ կարող է մամայի հետ կապված ինչ-որ անհասկացողություններ լինեն, ուստի այդ ամենին սենց էմոցիաներով շատ չենք տրվում, իմանում ենք, որ Մերկուրիի խառը ազդեցությունն է, խառը խփոցին է, էլի ոնց ասում են, կշերքների համար Մերկուրին 9-րդ տան մեջ է, կշերքները առհասարակ շատ կարևոր է, հա, որ կշերքների կարմայական առաջադրանքներից մեկը այս կյանքի համար իրենց կյանքում բալանս գտնելն է, իրենց անձնական հավասարակշռությունը պահելն է, եւ Մերկուրին գտնվելով 9-րդ տան մեջ, այս անգամ ձեզ հուշում է, որ ժամանակն է, որ դուք հասկանաք այս կյանքի հոգեվոր կողմը, գիտական կողմը, ուսումնասիրեք օրինակ միջանձնային հարաբերություններում, թե ոնց են մարդիկ մեկը մյուսի վրա ազդում, թե հոգեբանական ասպեկտներում եւ թե հոգեվոր ասպեկտներում, ուսումնասիրեք կրոնի հոգեվորության գիտական հատվածները, այ կշերքների համար գիտենք ոչ միշտ է հեշտ լինում հավատալ գերբնական բաների, իրենք սիրում են, հա, փաստեր ունենալ իրենց առաջ, բայց փորձեք հենց այս անգամ զարգացնել առանց փաստերի պարզապես հավատալու կարողությունը ձեր մեջ, այստեղ նաև նայելու է ձեր 3-րդ տանը, կշերքներ ջան, միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտներ նույնպես հավանական են, առհասարակ կշերքներին բացի բալանսը կյանքում գտնելուց իրենց կարևորագույն կարմիկ առաջադրանքներից մեկը նաև հստակություն ունենալն է, այ կշերքները իրենք շատ են սիրում երկու լարի վրա խաղալ, հա, որ չեն կարողանում կողմնորոշվել կամ հա կամ չէ, կամ ճիշտ է, սխալ է, իրենք միշտ եթե ինչ-որ մի հատ հարցով կշերքին հարցնում ես, հա, այս ինչ բանը ճիշտ է թե սխալ, իրենք այնքան բազմակողմանի են այդ հարցը դիտարկում, որ իրենք արդեն խճճվում են իրենց դիտարկումների մեջ ու չեն կարողանում ձևավորել սեփական աշխարհայացք, այ կշերքների համար շատ կարևոր է, հա, որ իհարկե որքան էլ կարողանում եք տարբեր կողմերից դիտարկել երևույթները, բազմաբովանդակ մոտենալ հարցին, բայց դրա հետ մեկտեղ գոնե բան մի արեք, մի լուծարվեք այդ ամեն ինչի մեջ, մի կորցրեք ձեր անձը ու ձեռք բերեք հստակություն, որ ունենաք ձեր անձնական կարծիքը, ձեր աշխարհայացքը ու չփորձեք, հա, կոշկակարի հետ կոշկակար լինել, ծրագրավորողի հետ ծրագրավորող, կաթ կթողի հետ էլ կաթ կթող, կարողանաք ձևավորել ձեր տեսակը, ձեր տեսակետը ու առաջ տանել դա անհրաժեշտության դեպքում, նույնպես հետևեք վարորդական մեքենա վարելու բոլոր կանոններին, անվտանգության կանոններին, տուգանքներ կարող են լինել այս ամիս ձեր համար, բալերի նվազեցում, տուգանային հրապարակ տանել, այդ ամենից խուսափելու համար պարզապես օդերից իջեք, այդ կշերքների համար շատ կարևոր է մնալ հողակցված, կշերքները ունեն sense միշտ օդերով, ինչ որ անհայտ մոլորակներում ընկնելու, մարդկանց մեջ մենակ բարին ու լավը տենալու հատկանիշներ, այդ ամենը ձեզ կվնասի, եկեք իրականություն, եղեք հողակցված ու այդքան մտքերով ամբողջ աշխարհով մի պտտվեք եւ այդքան էմոցիոնալ էլ մի եղեք, կարիճները, այստեղ հետաքրքիր է, կարիճների մոտ Մերկուրին 8-րդ տան մեջ է, 8-րդ տունը կյանքի միստիկան է, էզոտերիկան է, օկուլտիզմն է, խավար պահերն են, մութ պահերն են, սեքսուալ կյանքն է, մի խոսքով այն ամենը ինչը տաբու թեմա է, ինչի մասին բացահայտ չեն խոսում, այդ 8-րդ տան մասին է, եւ մեր կարիճները իրանք 8-րդ տան հովանավորն են, որովհետեւ կարիճ են, դրա համար կարիճների մեջ այդ մութ էներգիան արտահայտված է լինում ու այս անգամ Մերկուրին հենց իրանց տան մեջ է, 8-րդ տան մեջ ռետրոգրադում է, առհասարակ այս շրջանում կարիճներ ջան, խուսափեք ցանկացած տեսակի անհասկանալի պրակտիկաների մեջ խառնվելուց, կարիճները ունեն սեր, տարբեր տեսակի մոգական պրակտիկաների մեջ մտնելու, գուշակների դիմելու, մոմ թափողների դիմելու, այդ ամենից հեռու մնացեք, որտեվ այդ ամենը ձեզ ավելի կվնասի, կխճճի ու դուք ինքներդ չեք կարողանա հասկանալ, թե ինչ եք ուզում առհասարակ արած լինեք, մի տրվեք այդ գայթակղությանը, հա, մոգական ինչ-որ խիմիչիտներով ձեր ուզածին հասնելու,
Սեքսուալ կյանքում եղեք զգույշ, որ չմտնեք հարաբերությունների մեջ անհապապատասխան կողակցի հետ, սեռավարակների վտանգ այս շրջանում նույնպես կա, հետևեք ձեր սննդին, որպեսզի սննդային թունավորումներ չլինեն, փողային հարցերում եղեք շատ ուշադիր, ֆինանսական զեղծարարները նույնպես կարող են ակտիվացած լինել այս շրջանում, ինչպես նաև հիվանդանոցային հարցերի մեջ, կլինիկական հարցերի մեջ եղեք ուշադիր, էլի դուք նույնպես մի սահմանափակվեք մեկ ստուգումով, որովհետև անալիզների պատասխանները կարող են սխալ լինել, ինչպես նաև վիրահատական միջամտությունների, եթե պլանավորում եք անեք, ոչ մենակ վիրահատական, այլ նաև կոսմետիկ, հա, այն շրթունք լցնել, բոտեքս անել, ֆիլեր անել եւ այլն, այս շրջանում ձեզ խորհուրդ չէի տա, ավելի լավ կլինի այդ էսթետիկ միջամտությունները հետաձգել ու եթե Աստված մի արասը կյանքի համար վտանգ սպառնացող ինչ որ իրավիճակ չի, լավ կլինի վիրահատական միջամտություններից կամ առհասարակ տարբեր տեսակի միջամտություններից հեռու մնալ, կարիճներ ջան վերահսկեք ձեր ներաշխարը, պարտադիր չի ամենտեղ թույն ու թվանք տեսնել մենակ ու պարտադիր չի մտածել, որ ձեզ ուզում են խաբել, ձեզ ուզում են վնասել, ձեր մասին վատն են խոսում, թույլ մի տվեք, որ ձեր ներքին այդ խավար պրոցեսները իրանց ղեկավարումը վերցնեն ձեր գիտակցության վրա, գիտակցությունը մաքսիմում մաքուր պահեք ու այս շրջանում հնարավորինս շատ մեդիտացիաներ արեք, հողագծման տեխնիկաներ արեք, որպեսզի չընկնեք Մերկուրիի ռետրոգրադի ազդեցության տակ ու սխալ բաներ, սխալ մարդկանց հետ չանեք ու չասեք։ Աղեղնավորների մոտ Մերկուրիի ռետրոգրադը շատ կարող վնասի հենց սիրային կյանքը ու միջանձնային հարաբերությունների կյանքը 7-րդ տան մեջ է։ Այ նախկինների վերադարձ նույնպես շատ հավանական է, եթե ինչ-որ մարդու հետ հարաբերություններ են խզվել, սիրային հարաբերություններ, ընկերական կամ գործընկերային, ու այդ մարդը այս շրջանում վերադառնում է, իմացեք, որ դա սենց ասած կարմիկ ծուղակ է, արդյոք դուք այդ մարդու հետ նորից կմտնեք կարմայական այդ ինչ-որ հանգույցի մեջ, կշարունակեք այն խնդիրը, որը փակվե գնացել էր, թե ուղղակի այդ մարդուն կասեք բարև ու հաջողություն։ Մի փորձեք չարանալ ոչ մեկի վրա, մի փորձեք բարկանալ, մի փորձեք չարանալ աշխարհի դեմ, բայց միևնույն ժամանակ խորհուրդ չէի տա, հա, այդ ավարտված հարաբերությունները նորից վերադարձնելու, կարող է այս շրջանում լինի կարոտի զգացում, կարող է ուզենաք այդ մարդուն նորից տեսնեք, նորից վերականգնեք հարաբերությունները, բայց հավատացեք, դա ձեր օգտին չի լինելու։ Գործընկերության մեջ, բիզնես հարաբերություններում հավանական են ինչ-որ կասկածելի պարտնյորներ, ուստի ում հետ նոր առհասարակ այս շրջանում նոր պրոյեկտներ, նոր ծրագրեր սկսել խորհուրդ չէի տա աղեղնավորի համաստեղությամբ մարդկանց, բայց եթե նոր ծանոթություններ ամեն դեպքում լինեն, շատ ուշադիր ձևով հետևեք, փորձեք չի դիալականացնել մարդկանց, ում դուք չեք ճանաչում, կարող է լինեն, հա, սենց խաբկանքներ, վայ, չէ ինքը մյուսների նման, չի ինքը լավն է, ինքը պուպուշ է, ինքը սիրուն է, բայց երբ որ սենց ձեր հույսը լրիվ դնեք այդ մարդու վրա, պարզվի, որ ձեր նախկին այն սապոժնիկ գագոն շատ ավելի լավն էր, քան ձեր նոր կողակիցը կամ ձեր նոր բիզնես պարտնյորը, ոչ մեկի վրա հույս մի դրեք, ոչ մեկին մի իդեալականացրեք և պարզապես մի կորցրեք adekvat ռացիոնալ դատողությունը։ Այստեղ նաև հայացքը ձեր առաջին տան վրա է լինելու, նույնպես աղեղնավորներին շատ կարևոր է հետևել իրանց առողջությանը, հետևել իրանց ֆիզիկական մարմնին, զգուշացեք անվտանգության կանոնները խախտելուց, դա կլինի աշխատանքային անվտանգության կանոններ, ինչ-որ գործարանի անվտանգության, թե պարզապես մեքենա վարելու, որով հանկարծ չունենաք ինչ-որ տրավմաներ, վերքեր, առողջական հարցեր, այս շրջանում իմացեք, որ կանոնները պահպանելու համար են, այլ ոչ թե խախտելու համար են։ Մի փորձեք աշխարհին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, այ աղեղնավորները ունեն ամբողջ աշխարհին դասեր տալու, երկրի ղեկավարներին երկիրը կառավարել սովորացնելու, բիզնեսմեններին բիզնես դնել սովորացնելու, մաթեմատիկոսին թվերը սովորացնելու հակում աղեղնավորները ունեն։ Շատ կարևոր է, որ դուք հասկանաք, որ պետք չի մարդկանց տալ խորհուրդներ, որոնք իրանք ձեզ չեն հարցրել,
որովհետև եթե հետևեն այս շրջանում ձեր խորհրդին, իրանք կվնասվեն ու հետո կգան ձեր հետ թեմա կանեն, կամ էլ ուղղակի կարող է ձեզ վիրավորեն ու դուք հայտնվեք տհաճ իրավիճակում։ Այդ եղջյուրների համար մեր ռետրոգրադի ազդեցությունը նորից 6-րդ տան վրա է, 6-րդ տունը, ինչպես ասացի, դա կլինիկաներն են, առողջությունն է, աշխատավայրն է, աշխատավայրում այդ եղջյուրները նույնպես կարող է շրջանում ունենան տարաձայնություններ, տարաձայնություն ղեկավարության հետ, տարաձայնություն հաճախորդների, գործընկերների հետ, այս շրջանում դուք պարզապես ձեր գործը գլուխներդ կախ արեք, գիտեմ այդ եղջյուրների համար բարդ է գլուխը կախ աշխատելը, որովհետև իրանք ամենտեղ իրանց հեղինակային կարծիքները պետք է ասեն, ես լինելով որպես այդ եղջյուրում կարևոր դիրքեր ունեցող մարդ, էդի ասում եմ, բայց շատ կարևոր է, հա, ընդունենք մի փաստ, որ այս աշխարհում մարդիկ հիմնականում մեր պես չեն մտածում։ Անենք մեր գործը հնարավորինս լավ ու անցնենք առաջ առանց ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, առանց անիմաստ կոնֆլիկտների մեջ մտնելու։ Ղեկավարությունը, եթե մի բան ասում է, լավ կլինի ուղղակի ընդունել, անցնել առաջ, որովհետև եթե մտնեք ղեկավարության հետ կոնֆլիկտների մեջ, ուղղակի ձեզ աշխատավայրից կհանեն։ Կամ փոխեք ձեր աշխատավայրը ու գտեք ձեր սրտին, ձեր մոտեցումներին ավելի համապատասխան աշխատանք ու կազմակերպություն, կամ եթե դրա հնարավորությունը այս պահին չունեք, մի փորձեք մարդկանց ինչ-որ մի բան հասկացնել կամ ապացուցել։ Մեկը ղեկավարը անելու է նենց, ոնց որ ինքն է ուզում։ Նույնպես այդ եղջյուրներին լավ կլինի այս շրջանում հետևել իրանց առողջությանը, որովհետև 12-րդ տունը նույնպես գտնվում է Մերկուրի ռետրոգրադի ազդեցության տակ։ Եթե կան պլաններ տեղափոխության, երկրից գնալու կամ ինչ-որ ճանապարհներ անցնելու, հնարավոր են լինել խնդիրներ, հնարավոր է լինի չվերթների չեղարկում կամ ճանապարհին ավտոբուսի ակը նստի կամ ավտոբուսը փչանա։ Մի խոսքով այս շրջանում եթե պլանավորում եք ունենալ ճանապարհորդություններ, պատրաստ եղեք, որ ինչ-որ sense փոքրիկ տհաճություններ կարող է լինեն։ Գնաք օրինակ հյուրանոց, պարզվի ձեր բուք արած համարը հասանելի չի ու ձեզ ուրիշ համար են տալու կամ ձեր բուքը ուղղակի կորել է եւ ազատ համար չկա։ Իհարկե շատ մեծ վտանգներ չկան, բայց պուճուրիկ տհաճություններ այնուամենայնիվ շատ հավանական է, որ լինեն։ Այդ եղջյուրներին պարզապես պետք է հնարավորինս հասուն, առանց էմոցիոնալ ձևով ընդունել այդ տհաճությունները, լուծել ու անցնել առաջ։ Այդ եղջյուրների մոտ այդ ամեն դեպքում ստացվում է, այդ եղջյուրները են գերէմոցիոնալ նշաններից չեն, եթե իհարկե կոտոշները չեն սրել ու չեն ընկել մարդկանց ջանին։ Ջերհոսների համար ռետրոգրադը 5-րդ տան մեջ է, երեխաների թեման նույնպես է շրջանում շատ ակտուալ կլինի։ Եթե ունեք երեխաներ, հնարավոր է ձեր երեխաների հետ ունենաք կոնֆլիկտներ, տարաձայնություններ, փորձեք որպես ծնող, որպես հասուն այդ ամենը տանել ավելի շտկելու բանակցման մեթոդով, շատ հավանական է լինեն չպլանավորված հղիություններ, որովհետև ձեր պարագայում նաև Վեներան կետուի հետ 7-րդ տան մեջ է, ուստի մի հատ էլ այդ ամենը գումարվի Մերկուրի ռետրոգրադի հետ, հավանական է լինել սեռական կապեր չպաշտպանված ձևով, ինչ-որ վեներական հիվանդություններ կամ չպլանավորած հղիություն, ուստի այս շրջանում ինչ անում եք, արեք պաշտպանված, արեք վստահելի մարդու հետ ու նոր կապեր, նոր տենց ծանոթություններ ձեռք մի բերեք, որովհետև կարող է անցանկալի հղիություն լինի։ Նույնպես, եթե ձեր նատալ քարտեզում դուք ունեք ռետրոգրադ Մերկուրի, կարող եք փորձել ինչ-որ լոտոյի տոմս առնել կամ ինչ-որ պուճուրիկ խաղադրույք անել, հնարավոր է շահեք այդտեղ, բայց եթե չունեք, հեռու մնացեք այդ խաղադրույքներից, հեռու մնացեք կազինոյից, առհասարակ ֆինանսական բուրգերի չմտնեք, որովհետև սա բիրժաների տունն է ու ձեզ կառաջարկեն մտնել ինչ-որ ֆինանսական բուրգի մեջ, ինչ-որ տարօրինակ ներդրումներ անել, ինչ-որ անհայտ կրիպտո առնել, կարող է ձեզ կան, ասեն, այ գիտես, ծանոթս էս կրիպտոից առավ, կամ վախտին, եթե մարդիկ բիտքոին առնեին 2007 թվին, հիմա կլինեն միլիարդատեր, մի խառնվեք պրոցեսներին, որոնցից դուք գլուխ չեք հանում, եթե դուք չգիտեք կրիպտոն ոնց է աշխատում, կրիպտոյում ներդրում մի արեք, կամ
մի ներդրում արեք մի ոլորտում, մի բիզնեսի մեջ, որից դուք չեք հասկանում, որքան էլ ձեզ կողքից ասեն, որ դա շատ ուժեղ գործ է, որովհետև Մերկուրին այստեղից նվազդելու է ձեր շրջապատի կոլեկտիվի վրա ու ձեր շրջապատում կարան հայտնվեն մարդիկ, որ ինչ-որ ցնդած առաջարկություններ կարող անեն ու ձեզ փորձեն ներքաշեն խնդիրների մեջ, պետք չի դա ձեզ օգուտ չի բերի։ Եվ ձկների համար, ձկների մոտ ռետրոգրադը իրենց 4-րդ տան մեջ է, 4-րդ տունը այն տունն է ֆիզիկապես, որտեղ մարդ ապրում է, մայրն է, ձկների համար նույնպես կարևոր է ուշադիր լինեն իրենց մոր հետ հարաբերություններին, որ մամայի հետ չլինեն կոնֆլիկտներ, որպեսզի ընտանիքում ընտանիքի մյուս անդամների հետ չլինեն անիմաստ կոնֆլիկտներ, անիմաստ տարաձայնություններ, իրար չվիրավորեք, իրարից չբաժանվեք, իրար չծեծեք, սենց ասած, տան մեջ նույնպես կարող ունենաք տեխնիկաների խնդիրներ, այ օրինակ ես նույնպես ունեմ ձկներում հետաքրքիր պոզիցիա, չնշեմ որը, բայց այս վիդեոն նկարելուց առաջ ես լիքը տեխնիկական խնդիրներ այսօր ունեցա ու հուսով եմ վերջում չի պարզվի, որ այսին վիդեոն չի ձայնագրվել, որովհետև դուրս կգա, որ ես մոտավոր 40 րոպե խոսացել եմ ու իմ խոսքը կորել է, այդ էլ վերջում պարզ կլինի։ Համենայն դեպս պատրաստ եղեք տան ներսում տեխնիկական որոշակի խնդիրների։ Աշխատավայրում նույնպես կարող են լինել տարաձայնություններ, ինչ-որ կոնֆլիկտներ, աշխատավարձի հետ կապված թեմաներ, հաճախորդի դժգոհություն, բիզնես գործընկերոջ դժգոհություն, չհասկացվածություն, հնարավոր առաջադրանք անեք, բայց համակարգչում դա չպահպանվի, ֆայլերի կորուստ լինի, պայմանագրային հարցեր լինեն, ինչ-որ կարևոր փաստաթղթեր կորեն, ուստի հետևեք յուրաքանչյուր այդ գործընթացներին հնարավորինս ուշադիր, մի եղեք անփույթ, մի եղեք անջատված, որ հետագայում խնդիրների առաջ չկանգնեք։ Այս անգամ այսքանը սիրելիներս Մերկուրիի ռետրոգրադի հետ կապված, եթե հավանում եք այս մոտեցումը, եթե հավանում եք մեր այս տարբերակները հաղորդման, անպայման մեկնաբանություններում կկիսվեք ձեր կարծիքով, որովհետև հենց ձեր կարծիքներն են, որ օգնում են ավելի լավացնել edge-ի ֆորմատը, ինչու չէ նաև նկարահանման որակը, կարող եք կիսվել ցանկացած կարծիքով ձայնագրումից սկսած, լուսավորումից ավարտված, ինչպես նաև արդեն մասնագիտական հարցերով, ես մեծ սիրով կանդրադառնամ ձեր հարցերին նույնպես հաղորդումներից մեկում կկազմակերպեմ հարց ու պատասխան։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել ներքևում զանգակի կոճակի վրա, որպեսզի բաց չթողեք հետագա հաղորդումները նույնպես, եթե ուզում եք ունենալ սեփական աստղաբանական խորհրդատվությունը, ապա գրեք անձնական նամակի Instagram-յան edge-ին կամ WhatsApp հեռախոսահամարին, լինքերը կտեսնեք նկարագրության բաժնում, կարող եք անդամագրվել իմ Telegram-յան խմբին, որտեղ ես անմիջական կապի մեջ եմ իմ աուդիտորիայի հետ, ունենում ենք հարց ու պատասխաններ եւ ժամանակ առ ժամանակ տեղադրում եմ այնտեղ ոդկասթներ, թեմաներ, որոնք հասանելի չեն իմ Instagram-յան կամ YouTube-յան հարթակներում։ Լավ մնացեք։